Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Սիրելիս, մեր Աստված ամենակարող Աստված է։ Գիտես, որ Աստվածաշունչը կարդում ես, այնտեղ մի հիանալի բան ա գրված։ Քերովբեների մասին, սերովբեների, ներողություն հրեշտակների, ովքեր որ Տիրոջ կողքը թռնում են, սենց շրջում են ու գիտեք ինչ են ասում, ամեն շրջելուց, ամեն նայելուց ասում են սուրբ ես։ Որտեվ Աստված այդ ամեն մի րոպեին, ամեն մի սուրբ ասելուց հետո իր սրբության մի ուրիշ տեսքով է բացվում, որ մարդը տենում է, հրեշտակը տենում է ամեն մի սրբությունը։ Գիտես, երբ որ դու ասում ես ամենակարող Աստվածն ես իմ, հիմա ուզում եմ սենց մի պահ մտածես, խի եմ ասում ամենակարող Աստվածն ես իմ։ Գիտես խի, մի քանի հասարակ բան ասեմ, այսօր արթնացել ես, որովհետև քո Աստված ամենակարող Աստված է։ Ամեն, սոված չես, քո Աստված ամենակարող Աստվածն է։ Երեխեքը առողջ են, քո Աստված ամենակարող Աստված է։ Հիմա ավելին ասեմ, հիվանդ ես, Աստված ամենակարող Աստված է։ Խնդիրներ ունես, Աստված ամենակարող Աստված է։ Ինչ որ խնդիրներ ունես, Աստված ամենակարող Աստված է։ Ու գիտես, դու ամեն ասելուց ավելի ես ոգևորվում, ավելի ես լցվում, որ Աստված ամենակարող Աստված է։ Գիտես խի, որտեվ այն մի խնդիրից որ ազատել է, սրանից էլ կազատի։ Եթե չազատել, մեկ Աստված ամենակարող Աստված է։ Սելիս, եթե ես ու դու գիտակցում ենք, որ մեր Աստված ամենակարող Աստված է, մեր ամենակարող Աստված ասում է, որ այդքան է գիտակցում ես, Ես մեկն էլ կանեմ, որ այն ամենակարող Աստված հայտնությունը սրտիդ մեջ ավելի լավ տպավորվի, ավելի լավ կնիկը խփես, որ մեր Աստված մեկ է, ամենակարող Աստված է։ Ու այսօր ես ու դու մեր ամենակարող Աստծուն ենք հավատում։ Այսօր ես ու դու մեր ամենակարող Աստծուն ենք դավանում։ Այսօր ես ու դու մեր ամենակարող Աստծուց ենք սպասում։ Գիտես, այսօր մեր մոտ հրճակված է, որ մենք պետք է ունենանք բժշկության ծառայություն, որ ես վերջում աղոթել եմ ամեն մեկիդ բժշկության համար ու խնդրել էի, որ եթե կարաս ծոմով գաս։ Ու ես հավատում եմ, որ այստեղ կան մարդիկ, որ ծոմով եկել են, որովհետև այդ զորությունը զգում եմ, սիրելիս։ Սպասումի զորությունը զգում եմ։ Երբ որ դու ծոմ ես անում, զո ես անում, ուզում եմ ասեմ, Տիրոջ կրակը իջնում է զոյի վրա, ու Աստված այնքան առատապես է այստեղ ներկա։ Աստծո զորությունը այնքան առատապես է այստեղ ներկա, որ այսօր դու եւ ես եւ մեզ համացանցով դիտողները եւս մեկ անգամ համոզվեն, որ մեր Աստված ամենակարող Աստված է։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Ինչ զորավոր Աստված ունենք ես ու դու, ամեն։ Փառք Հիսուսին, կողքինի տասա, մեր Աստված ամենակարողը ու նստի Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Փառաբանության թիմ ջան, Տերը ձեզի շատ օրհնի, մեր Աստված ամենակարող Աստված է, ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ողջունում եմ ձեզ սիրելիներս եւ մեզ համացանցով դիտողներին, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ինչպես ասեցի, արդեն ունենալու ենք այսօր ծառայության վերջում ունենալու ենք բժշկության աղոթք, յուրաքանչյուրիդ համար աղոթելու եմ առանձին, անհատական աղոթելու եմ, դրա համար այսօր խոսքը կարող է մի քիչ կարճ եղնի, բայց դու խոսքի կարճությանը չնայես, քո համար խոսք վերցրու։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մի քանի բան եմ տեղ եմ վերցրել Աստվածաշնչից, սենց կարևոր տեղեր է, ու գիտես Աստվածաշնչի ամեն մի խոսքն է շատ կարևոր, ամեն մի խոսքը շատ կարևոր է, որ մենք հասկանանք, գիտակցենք, ու Աստծո ամեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամեն մի արած հրաշք դա զորություն է, դա հրաշք, ամեն մի արած բժշկություն դա հրաշք է։ Այսօր խոսալու եմ մի քանի գերբնական հրաշքների մասին, որ մարդու կողմանը անհնար էր։ Ամեն որ մարդու կողմանը անհնար էր, որ մարդիկ նույնիսկ նման հիվանդներից երես էին թեքում։ Մարդիկ ընդհանրապես նման հիվանդներին կարելի ասել էլ բանատեղ չէին դնում։ Սելիս խոսքը ոչ մենակ հիվանդների մասին է, այսօր ոչ թե մենք խոսելու ենք ոչ թե ֆիզիկական մարմնի բժշկության մասին, այլ մտքի ու սրտի։
Մենք այսօր աղոթելու ենք մտքի սրդի բժշկության համար, մտքի սրդի մարմնի, ամեն։ Ու գիտեք, որ նայում եք, կարդում ես Աստվածաշունչը, հասկանում ես, որ հիվանդություն կա, որի հետևում որ դևերն են կանգնած, հիվանդություն կա, որ ինքը ֆիզիկական, ուղղակի հիվանդություն, այսինքն հոգևոր ոչ մի բան չկա, ուղղակի պետք է որ այդ հիվանդությունից գնա, այդ հիվանդությունից բժշկվես։ Դրա համար մի քանի տեղ, որ ես Աստվածաշնչից վերցրել եմ, մենք այսօր կնայենք, կխոսենք ու վերջում իրար հետ աղոթք կանենք։ Իհարկե ապաշխարության աղոթքից հետո։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Կա մարդ, որ երբևիցե իր կյանքում ասում է, «Ադեմ մեռնեի պրծնեի», էլի։ Այ հովիվ ջան, մեռած եմ ու թաղած չեմ։ Գիտեք ինչ կանեմ լսում այդ արտահայտությունը, որ ասում եմ մեռած եմ ու թաղած չեմ, մեռնեի պրծնեի, կամ ավելին ասեմ, ինքը իմ համար մեռած է։ Պատկերացնում ես 3 տարբեր բան եմ ասում։ Մարդ, որ ինքն է ասում մեռած եմ ու թաղած չեմ, մարդ, որ ինքն է ասում մեռնեի պրծնեի, եւ մի իրավիճակ, երբ որ իր համար են ասում, ինքը իմ համար մեռած է։ Մարդ, ում որ ելն տղանապես ոչ մեկ համ ինքը իրան պետք չի, համ էլ ոչ մեկին պետք չի։ Մի հատ հայերը սենց արտահայտություն ունենք, գլուխ գովալու արտահայտություն, ինչ որ մեկին ուզում են նվաստացնեն կամ կպնեն, ասում են, «Տո դու ում ես պետք, ոչ մարդկությանն ես պետք, ոչ բնությանը»։ Սերս ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ, որ քո մոր դες բան ասեն, ուրախացի, ասա ջան, եթե ոչ մարդկությանն է մեջ, պետք, ոչ բնությանը, ուրեմն Աստծուն հաստատ պետք է։ Հալելույա։ Աստծուն հաստատ պետք է, եթե ոչ մարդկությանն ես պետք, ոչ բնությանը։ Մեռած եմ ու թաղած չեմ։ Հովիվ ջան, այսօրվա խոսքը հենց դենց է վերնագրել եմ, սիրելիս։ Մեռած է, բայց թաղած չի։ Դե գրելու սենց գրական պետք է գրենք, հա մեռած է, բայց թաղած չի։ Մեռած է, բայց թաղած չի։ Ու գիտեք Աստվածաշնչում շատ տեղեր կա, որ մարդը կենտանի եղնելով ինքը դեռ ողջ է, ֆիզիկապես ողջ է, բայց մարդկության համար մեռած է։ Ավելին ասեմ, գիտես որտեղ է բնակվում, գերեզմանոցներում։ Արեք իրար հետ Աստվածաշունչը բացենք, Մարկոս Ավետարան 5-րդ գլուխ առաջին խոսքից կարտանք։ Եվ եկավ ծովի այն կողմը, Գադարացիների երկիրը, եւ երբ որ նավիցը դուրս եկավ, նրան իսկույն պատահեց գերեզմաններից մի մարդ, որ պիղծ ոգով, ներողություն, նրան իսկույն պատահեց գերեզմաններից մի մարդ պիղծ ոգով, որի բնակությունը գերեզմաններում էր։ Գնաց է գերեզմանոցներում արդեն իր համար ռեգիստրացիա էր եղել ժողովուրդ։ Երևի տեղ էր ման գալիս, որտեղ ինքը պետքա թաղվի, ինչ պետքա անի, հա, ինքը իր գրանցումը գրանցել էր, ինքը գերեզմանոցներում էր բնակվում։ Հետաքրքիր, Աստծո ժողովուրդը բարձրալի ծածկոցի տակ են բնակվում, այս մարդը որտեղ գերեզմանոցներում։ Գիտես ինչ է նշանակում։ Մեռած է, ինքը իրան արդեն մեռած է համարում։ Իր շրջապատը, իր անգերն իրան մեռած են համարում, բայց հələ ուղղակի թաղված չի։ Ուշադիր ես, հələ ուղղակի թաղված չի, եւ ոչ ոք շղթաներով չէր կարողանում նրան կապել, որովհետեւ շատ անգամ ոտների կապերով եւ շղթաներով կապել էին, բայց նա շղթաները կոտրել էր եւ ոտների կապանքները փշել էր եւ ոչ ոք կարող չէր նրան նվաճել։ Ինչ աստիճանի պետքա մարդկանց ռուսերեն է հա այդ բառը դավադի տանի, ինչ աստիճանի պետքա մարդկանց պետք չեղնի, որ որոշեն ոտու ձեռը կապեն տանեն գերեզմանոցներ։ Ոտու ձեռը կապեն տանեն գերեզմանոցներ, կամ այդ մարդուց հերես թեկեն։ Ասում են իրան ոչ մեկ չէր կարում հաղթեր, որովհետև ինքը ուժեղ էր։ Գիտես խեր ուժեղ, մեջը 6000 դև կար։ Մենակ չէր, հա։ Սա ուղղակի եմ ասում, որովհետև ինքը իրանով ասում է, որ լեգիոն է իր անունը, իսկ լեգիոնը դա ռոմեական զոր կա, որ 4-ից 6000 դև կա։ 4-ից 6000 հոգի են։ Ու տեսեք ինչ հետաքրքիր բան է տեղ ունենում։ Եվ միշտ գերեզմանում էր ցերեկ եւ ներողություն, տեսողությունս լավ չի ժողովուրդ, դե աղոթեք իմ տեսողության համար։ Եվ միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններում եւ սարերում աղաղակում էր եւ ինքն իրեն ծեծում էր քարերով։ Գիշեր ու ցերեկ գերեզմաններում էր։ Գիտես ինչ է ասում, տուն տեղ չուներ։ Գիշեր ու ցերեկ գերեզմաններում էր, այ մարդ գնա տուն, ուր գնամ։ Իմ հարազատների համար ես մեռած եմ։ Իմ հարազատները ասել են, «Էլ հերեսը չտենանք, այ ալկաշ»։
Էլ հերեսը չտենանք, չգիտեմ, թմրամոլակ, չգիտեմ, խմողա, չգիտեմ ինչ որ իրավիճակների մեջ անգե բոլորը իրանից հերես են տեկե, քնելու տեղ չունի, գնաց է գերեզմանոցներում ա քնում։ Գիշեր ու ցերեկ ինքը գերեզմանոցներում ա բնակվում, սիրելիս, ուշադիր ես։ Գիշեր ու ցերեկ գերեզմանոցներում ա բնակվում։ Մեռածա ու թաղած չի։ Ու մեկ է շատ քուրիգներ ու ամուսինը որ հանգարց նման իրավիճակի մեջ աղնում, ասում մերներ պրծնեինք։ Մերներ պրծնեինք իրանից։ Ու իրականում սենց է, այս մարդը մեռածա, բայց թաղած չի։ Ինքը չի գիտակցում, որ ինքը մեռածա, բայց թաղած չի։ Լավ է, որ աշխարհի համար մեռնես, բայց ինքնակամ։ Ոչ թե դևերը քեզի տանեն, որ դու ծեծես ու մեռնես։ Ու այստեղ ասու խոսքը ասում է ինքն իրան քարերով ծեծում է։ Ինք իրան քարերով ծեծում է, բայց իր մոտ ոչ մի բան չի փոխվի։ Բայց երբ որ հերվիցը տեսավ Հիսուսին, վազեց նրան երկրպագություն արավ եւ մեծ ձայնով աղաղակեց ասեց. Քեզ ինչ բան կա ինձ հետ, Հիսուս, բարձրյալ Աստծո որդի։ Աստծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ, որովհետեւ ասում էր նրան. դուրս եկ պիղծ ոգի այդ մարդիցը։ Եվ Հիսուսը հարցրեց. անունդ ինչ է։ Եվ նա պատասխանեց եւ ասեց. Լեգիոն է իմ անունը, որովհետեւ մենք շատ ենք։ Չէր խապում։ Ասում իմ անունը Լեգիոն է, որովհետեւ մենք շատ ենք։ Ու գիտես, խնդրում եմ այստեղ շարունակությունը չեմ կարտա, խնդրում եմ որ կեղնի մեզ այս երկրից դուրս չհանես, էլի, հրամայի եշտանք են խոզերի մեջ։ Ու գիտես, ասում է Հիսուսը, երբ որ հրամայեց եւ դուրս եկան, խոզերի մեջ մտան ու խոզերը գնացին ժայռից իրանց գցեցին ծովը, խեղդվեցին ու խոզերը 2000-ից ավել էին։ 2000-ից ավել են։ Եվ խոզարածները Աստվածաշունչը ասում է, երբ որ այս ամեն ինչը տեսան, վախեցան։ Ու գիտեք ինչ անում, վազում են, գնում քաղաք, արտերը, որտեղ որ կյանք կա։ Ուշադիր ես, գերեզմանոցներում կյանք չկա։ Որտեղ որ կյանք կա։ Գերեզմանոցներում, ով որ գերեզմանոցներում այլ ոչ մեկին պետք չի, բայց Հիսուսին է պետք։ Ինչ որ բան ստանում ես, Հիսուսին է պետք։ Տասնչորսերորդ խոսքը։ Եվ խոզարածները փախան եւ քաղաքումը եւ արտերումը պատմեցին եւ դուրս եկան տեսնելու թե ինչ է այդ եղածը եւ Հիսուսի մոտ եկան եւ հիմա տեսեք ինչ ասում Հիսուսի մոտ եկան եւ դիվահարին տեսան նստած հագնված եւ խելքը գլխին եկած նա որ լեգիոներ ունեցե շեշտում է եւ վախեցան։ Հիմա ուզում եմ այստեղ ես ու դու կանգ առնենք։ Ասում եմ մարդիկ որ եկան, ուշադիր ես, երբ որ մարդիկ եկան, ուզում եմ ասեմ այդ դիվահարի հակը նույնիսկ շոր չկար։ Ասում եմ եկան, Հիսուսի ոտների առաջը տեսան, խելքը գլխին եկած, հագնված, ու ասում եմ երբ որ այս ամեն ինչը տեսան, վախեցան։ Գիտես խի են վախենում, որովհետև հույս իրանց կտրել էին այդ եղբորից։ Այդ եղբայրը իրանց համար արդեն մեռած էր։ Այդ եղբոր ճակատագիրը արդեն աշխարհը որոշել էր։ Սատանեն արդեն որոշել էր։ Այդ ամեն ինչ արդեն որոշված էր։ Բայց երբ որ եկան տեսան մի բան, որ անբնական է, սիրելիս, մի բան, որ անհնար է, անբնական է, գիտես, վախեցան։ Սիրելիս, եթե մի բան քո համար անբնական է, անհնարին է, ուրեմն ասեմ, գերբնական է։ Մեր Աստված գերբնականի Աստված է։ Ու երբ որ եկան տեսան այդ մարդուն խելքը գլուխը եկած, Քրիստոսի ոտների մոտ նստած վախեցան։ Եվ տեսնողները պատմեցին նրանց, թե ինչ տեղի ունեցավ այդ դիվարին եւ խոզարածների հետ։ Եվ խոզերի մասին։ Եկան պատմեցին, էս ինչ եղավ։ Մենակ իմանաս ինչ եղավ։ Ուրեմն խոզերը գնացին 2000 հատ խոզ ակորե 2000 հատ խոզ դու գիտես այդ ինչ եկամուտի աղբյուր է հետո ինչ են որ անպիտան կենտանիներ են հрьяաները չէին ուտում հայերի վրա կծախեինք գիտես հետաքրքիր ինչն է շեշտադրում ինչի վրա են դրել 2000 հատ խոզ ակորե չկա աղբեր կեղնի գնաս
քանի հազարատ խոսքը դայր, քանի հազարատ խոզի գին կդայր, հարազատիդ բժշկված ու փրկված տենայր, սիրելիս։ Քանի հազարատ, քանի 100,000 կծախսեիր, քանի միլիոն կծախսեիր, որ հարազատիդ բժշկված տենայր։ Բայց այստեղ գիտես ինչ է տեղի ունենում։ Սիրելիս, Աստված անհնարինը հնարավոր է դարձնում։ Եղբայրը բժշկվում է։ Հիմա պատկերացրու մի տեսարան։ Նոր ոնց որ մենք էինք երկում ամենակարող Աստվածն էսիմ, եղբայրը որ արդեն խելքը գլուխն է եկե, գիտի իր դեմով է կանգնած, պատկերացրու իմ ու քո նման երկում է ամենակարող Աստվածն էսիմ, Հիսուս։ Սերիս, մտքի բժշկություն է տեղի ունեցել, միտքը բժշկվել է, ազատագրել է, խնդիրներ, որի հետև որ դև է կանգնած, այսօր ես ու դու աղոթելու ենք դրա համար։ Հերես են թեկե իրանից, մեռածա ու թաղած չի, մի տեղ եկա, են որ մարդը հիվանդ է, պրոբլեմներով լի է, հա, խնդիրներով առողջական լիքը խնդիրներ ունի, չգիտես ինչի մեկ է գալիս է ժամանակ, որ այդ մարդուց հրաժարվում են, էլ այդ մարդը պետք չի։ Մի տեղ են վերցրել Աստվածաշնչից, որովհետև այդ տեղը հենց տարեթվի մասին խոսում է ինքը, շատ հստակ խոսում է, որ մարդը 38 տարի հիվանդության մեջ պարգած էր, անտամալույց էր, երեխեն ծնվել է, ուրախանում ես Փառք Հիսուսին, հետո պարզվում է որ երեխեն խնդիր ունի։ Այդ երեխեն խնդիր ունի։ Մի տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի, 5 տարի, 10 տարի, 18 տարի։ Ու եկել է ժամանակ, որ այդ երեխուն էլ տերեղնող չունի ու Աստվածաշունչը խոսում ասում է ոչխարանց դռան մոտ Հովհաննես Ավետարան 5-րդ գլխում է խոսում։ Ոչխարանց դռան մոտ ասում է մի տեղ կար։ 5 սրա ուներ, այդ տեղը ոչխարանց դռան մոտ էր կոչվում, 5 սրա ուներ, ասում է որտեղ շատ, խիստ շատ հիվանդներ կային, այնքան հիվանդներ կային, այնքան հիվանդներ։ Հիվանդանոցներում պատկերացրու, ուզում եմ պատկերացնես այդ սրայը, 5 կորպուս ունի 5-ը։ Այնքան հիվանդ կա, որ էլ այդ կորպուսներում տեղ չկա, միջանցքներում են պարգած, նարդիվանների վրա են պարգած, տեղ չկա։ Ու շեշտում է հիվանդներ, որոնք գիշեր ու ցերեկ գտեղ էին, գիտես էին գիշեր ու ցերեկ գտեղ, որտեղ Աստվածաշունչը ասում է, որ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ գալիս էր, ջուրը շարժում էր ու ասում է առաջինը ով շուտ մտներ այդ ջրի մեջ, ինչ հիվանդություն էլ ուզում է եղնի, բժշկվում էր։ Ու շադիրես, բայց եղբայրը 38 տարի այդտեղ պարգած էր, ասում է երբ որ Հիսուսը տեսավ, գթաց նրան ու հարցրեց, ուզում ես բժշկվես, ու ստեղ կինոն սկսվում է, մեկը չունեմ, մարդ չկա, գիտես ինչ ասում, մարդ չունեմ, ոչ մեկի պետք չեմ, ասում է մեկը չկա, որ ինձի օգնի, որ ջուրը հենց շարժվի ինձի տանի, ոչ մեկին պետք չեմ, ասում է ստեղ, Հիսուս ջան, ասեմ ինչ վիճակա, եղունգ ունես գլուխդ քորի կարկա վիճակա, բոլորը սպասում են, թե երբ է ջուրը շարժվելու, որ առաջին իրանց գցեն այդ ջրի մեջ, ոչ մեկի պետք չեն, գիտես ես մի բան եմ պատկերացնում, երբ որ ես եղբայրը ասում է ես մարդ չունեմ, ինքը տենց իրանմանը մենակ, ինքը տենց չէր, որ մենակ էր ինքը, ասենք մենակ ինքն էր այդ կարգավիճակում ավելի ճիշտ, գիտես ինչ ցավալի բան եմ նմանեցնում, են մաման, պապան մեծացել են, պայող չկա, տանենք ծերանոց, էլ ոչ մեկի պետք չեն մաման ու պապան, տանենք ծերանոց, այս եղբայրը հիվանդության մեջ է, ոչ մեկի պետք չի, հիմա ես պատկերացնում եմ, քանի անգամ այդ եղբայրը ասե, ադե մերնեի պրծնեի, էլի, մերնեմ պրծնեմ, չեմ ուզում, Հիսուսը էլի ասում, ուզում ես բժշկվես, հիվանդը պատասխանեց նրան, Տեր մարդ չունին, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցե, և մինչև որ ես գալիս եմ, ուրիշներ ինձանից առաջ իջնում են մեջը,
Հիսուսը նրան ասեց. Վեր կաց։ Կարաս ասես վեր կաց։ Կարաս քեզ քո անձին ասես վեր կաց։ Հələ զարթնի։ Հələ վեր կաց։ Հələ նայով ա դեմդ կանգնած։ Վեր կաց։ Մայիջդ առ եւ մանարի։ Ուրեմն այդ ինչով որ քեզի բերեստե դրե գնացել են, հելի վեկալեդի մանարի։ Հելի վեկալեդի մանարի։ Մայիջդ վեկալ մանարի։ Շարունակությունը։ Եվ մարդը իսկույն ողջացավ, հələ ասա ողջացավ։ Մարդը իսկույն ողջացավ եւ վեր առավ իր մայիջը եւ ման էր գալիս եւ օրը շաբաթ էր։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Գիտես հрьяաների կալենդարով այսօր շաբաթ է։ Կիրագին միաշաբաթ էին ասում, իսկ շաբաթը մեր 7-րդ օրը այն շաբաթն էր։ Այսօր շաբաթ է։ Այսօր քո վերկենալու ման գալու տորն է։ Այսօր քո սրդի, մտքի ու մարմնի բժշկությանը տորն է։ Հավատքով վերցնելու տորն է։ 38 տարի։ Ոչ մեկին պետք չէ։ Ոչ մեկին։ Ինքն իրա բերանով ասում, մարդ չունեմ։ Մեկը չկա, մի հատ օգնող չունեմ։ Այնքան լավ որ մնացել ես մենակ։ Երբ որ իրավիճակները գալիս են ու դու հասկանում ես, որ դու մեկը չկա որ հույսը դնես իրա վրա, հասկանում ես որ մեկը կա ում վրա որ կարաս հույս դնես ու քեզ ամոթով չի թողա, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հալելույա։ Մենակ իրա վրա կարաս հույսը դնես ու ամոթով չես մնա։ Մենակ իրա վրա կարաս հուսաս, իրան վստահես ու ինքը քեզ ամոթով չի թողա։ Հադե կասես, հադե մարդիկ կային, տեսան, հաբա որ մարդը չի տենում, հաբա որ տեսողության խնդիր ունի, չի տենում։ Ուզում եմ քեզ Աստվածաշնչյան մի տեղ ասեմ, հավատքը տենալուց չի, լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Գիտես, այսօր ֆիզիկապես տեսնողներ, բայց հոգևոր կույրերը ավելի շատ են։ Բայց ֆիզիկապես կույր կար, որ հոգևոր ուժեղ տեսողություն ուներ։ Իր անունը գիտես ինչ էր։ Բարտուղեմեոս, Բարտիմեոս։ Տիմեի որդի Բարտումեոսը կույրը ճանապարհի վրա նստած մուրացկանություն էր անում։ Եվ լսելով թե Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել. Հիսուս Դավթի որդի, ողորմիր ինձ։ Հալելույա։ Ուզում եմ պատկերացնես այդ տեսարանը։ Հիսուս աշակերտների հետ Երիկովիցը դուրս է գալիս։ Գիտես էդի որ Երիկովն է։ Այն որ Երիկովը ամուր կանգնած էր, Սմա ներս մտնող ու դուրս ելնող չկար։ Այն որ այդ առաջ այդ Երիկովը ամուր կայնած էր, ներս մտնող ու դուրս ելնող չկա։ Այդ դրանից, այդ Երիկովից ելք չկա։ Այստեղ Աստվածաշունչը խոսում է ինձ ու քեզ, ասում է հենց այդ ամուր կանգնած Երիկովից ելք կա, որովհետև Քրիստոսը այդ Երիկովից դուրս էր գալիս։ Քրիստոսն է քո ելքը, սիրելիս։ Այ որ իր հետևից գնաս, ցանկացած Երիկովից ելք կունենաս։ Փառք Հիսուսին։ Ցանկացած Երիկովից ելք կունենաս, ասում է Երիկովիցը դուրս էր գալիս։ Ասում Տեր շնորհակալ եմ, որ դու էլի եւս մեկ անգամ քո խոսքով հաստատում ես ցանկացած Երիկովից ելքը Քրիստոսի միջոցով է։ Ամեն։ Հալելույա։ Ու ասում է, երբ որ դուրս էր գալիս, Տիմեի որդի Բարտումեոսը իմացավ, որ Հիսուսն է, ու սկսեց աղաղակել. Հիսուս Դավթի որդի, ողորմիր ինձ։ Հիսուս Դավթի որդի, ողորմիր ինձ։ Ու մեկ է մարդիկ կան հայտնվում են. Այ ինվալիդ, դու ձայնի իրավունք ունես, դու սուս մնա։ Ժամանակակից բան եմ ասում։ Հանկարծ ինչ-որ բան ես ուզում, ինչ-որ մի բան ես ուզում խոսած, բայց չգիտես ինչի, այդ դիրքը, այդ իշխանությունը չունես։ Դու սուս, դու խոսա։ Դու սուս, դու խոսա։
Ու այստեղ ասում դու սուս մնա, էլի, գիտես, դու չես կարա խոսաս։ Դու չես կարա, ասենք պատկերացրու Հիսուսն է Նազովրեցի, ու բոլորը գիտեն ով է արդեն Հիսուս Նազովրեցին։ Հիմա գիտես ինչ աստիճանի մարդիկ են եկե։ Ինչ աստիճանի մարդիկ են կանգնած, որ Հիսուսի հետ կները սենց, որը սենց եմ ասում, որ մի երկու բերան բան փոխանագեն։ Բայց Հիսուսը անցնում է։ Գիտես ում համար է կայնում։ Իրան աղաղագողի։ Ոչ թե որ եկել եմ երկու բերան բան խոսամ, եկել եմ ներկա գտնվեմ, եկեղեցում մի հատ հարցի պատասխան ստանամ, չգիտեմ ինչ որ կարիքներ ունեմ։ Սելիս դեմ չեմ որ դու գալիս ես հարցի պատասխան ստանալու, լավ է որ հենց տեղ ես գալիս։ Բայց երբ որ սպասում ես, հավատքդ ու քո ամեն ինչը Քրիստոսը չի, դու խնդիր ունես։ Դու սուս մնա։ Բարտիմեոս, դու լռի, դու սուս մնա, որովհետև ստեղ ավելի կարևոր մարդիկ կան։ Չես տենում Կրասնոդարի քաղաքապետն է եկել։ Տարբեր մարդիկ եկել են ուզում են Հիսուսի հետ երկու բերան բան խոսան, եկել են Հիսուսին տենան։ Հալելույա։ Մեկ է Հիսուսը կանգնում է ու կանչում է, որ արդեն գալիս են, ասում է, հա, այդքան տղակայր դե քեզի տենամ, դե քաջերի, քեզի կանչում է։ Որ կարդում ես, ցնցվում ես ուղագի։ Ուզեմ պատկերացնես կույր մարդ, որ ուներ հադուկ հանդերձ մուրացկանություն անելու համար։ Բոլոտները ունեին հանդերձ, որ հակնում էին այդ հանդերձները, որպեսզի մարդը հեռվից տենար ու հասկանար ինքը բոլոտ է։ Մուրացկանները ունեին նման հանդերձ, որ մարդը տենար ու հասկանար, այս մարդը մուրացկան է։ Ոնց որ բժիշկները, ոնց որ ոստիկանները ունեն իրանց հանդերձները, ոնց որ զինվորները, որ դու տենում ես, հասկանում ես, այս մարդը բժիշկ է, այս մարդը ոստիկան է, այս մարդը զինվոր է։ Իսկ այս մարդը մուրացկան է, ավելին ասեմ, կույր մուրացկան, որտեղից հելավ, հետո կարող է չգտնի որտեղ է իր տեղը, չգիտի չիմանա ուր էր նստած։ Ու Աստվածաշունչը ասում է, երբ որ ինքը հելավ, գիտեք ինչ արեց, իր վրայից, իր մուրացկանի հանդերձները գցեց ու մոտեցավ Քրիստոսին։ 50-րդ խոսքում է գրված։ Նա էլ իր հանդերձները դեն գցեց վրայիցը եւ Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Ինչ ես կամենում, որ քեզ անեմ։ Կույրն էլ ասեց. Ռաբունի, որ տեսնեմ։ Հիսուսն էլ ասեց նրան. գնա, քո հավատքը քեզ ապրեցրեց։ Հալելույա։ Ուստեղ գիտես ինչ է տեղ ունենում։ Աչքդ լույս։ Ու աչքդ լույս։ Աչքերը բացում է Հիսուսին հատենում։ Եվ նա շուտով տեսավ և ճանապարհումը Հիսուսի ետևից գնում էր։ Գիտես խի էր գնում, որտև մեր Աստված ամենակարող Աստված է։ Այն ինչը որ անհնար էր բժշկության կողմից, այն ինչը որ անհնար էր մարդկության կողմից, հնարավոր եղավ Աստծո կողման է։ Աստվածաշունչն էլ ասում, մարդու կողման է ինչ նոր անհնարին է, Աստծո կողման է հնարավոր է։ Սելիս, Հիսուսը մի հատ նայում է, ասում է, ու ինչ ես ուզում։ Ինչ էլ ուզեր կդար։ Գիտես, ասում է, ուզում եմ տենամ։ Հիսուսը պատասխանում է, քո հավատքը քեզ ապրեցրեց։ Հիմա պատկերացրու մի բան։ Այս եղբայրը, որ իր տեղից դուրս է եկել, այդքան ժողովրդի մեջ, երբ որ Հիսուսը տեղից անցնում է, իր գործող բիզնեսը իր վրայից գցում է ու գնում է Հիսուսի հետևից։ Ու շատ իրես փող մուրալու հակուստ է։ Նստի փող մուրա։ Այդ հակուստը իր վրայից գցում է, այդ մուրացկանի հակուստը գցում է իր վրայից ու գնում է Հիսուսի մոտ։ Գիտես, ինձ է գցում։ Ու չես վստահ է, որ ինքը բժշկվելու է։ Հավատում է, որովհետև գիտի ում է հավատում։ Ու շատ իրես ինքը գիտի ում է հավատում, ինքը վստահ է, որ ինքը բժշկվելու է, դրա համար գնում է Քրիստոսի հետևից։ Չի էլ մտածում, տենաս էդ ինչ կեղնի, չի ֆռում ասում, Արայիկ ջան, հələ էս
հակուստից տերեղի հլը տեն ամնդեղին չայղնում, որ չեղնի, հետ գկա մեդ իմ շաոր մի տոչ կենկա ու կա։ Հալելույա, չգիտեմ եսօր ում էդ շաոր մի տոչ կենկա բավ։ Հալելույա, մի հատ վկայություն եմ անում, պատմեմ ու անցնենք շարունակենք, անցած ծառայությանը խոսում էի մի քարոզի, խոսում էի քեզ մի գովա, ու մեր եղբայրներից մեկ իրա կնոջ հետ գալիս է եկեղեցի, ու ճանապարհին կնոջ ասում է, դե կտենաս, ես մինչև տարվա վերջ BMW եմ առնելու։ Իրանց թույլտվությունով եմ պատմում, մինչև տարվա վերջ BMW եմ առնելու, կին ասում է, լավ էլի հերիքա քեզի գովաս։ Ասում հա դե կտենաս BMW եմ առնելու, որ գալիս են եկեղեցի ծառայությունը սկսում են հենց որ վերնագիրը տենումը, կինը նայում է, եղբայրը սկսում է ծիծաղել։ Բայց ինքը վստահ է, որ ինքը BMW է առնելու, ինքը ասում է, չէ, ես BMW եմ առնելու։ Ծառայության վերջում ասում եմ, հերիքա քեզի գովաս, թե տարվա վերջ BMW եմ առնելու։ Ու եղբայրը գիտեք ինչ ասում է, ես իմ լանոսից էլ եմ շնորհակալ, փառք Հիսուսին։ Քեչի մեջ հավատարիմ կեղնես, սիրելիս։ Քեչի մեջ հավատարիմ կեղնես, Աստված քեզի շատը կտա։ Ու այսօր երբ որ ես քուրիգին տեսել եմ, ասում եմ, ուր է մեր BMW-ի շոֆերը, հավատքով հրճագում եմ իր համար։ Այսօր որ ասեցի, չգիտեմ, դու մնացել ես քո շաոր մի տոչկին, կներես որ դենց ասեցի, չգիտեմ որի տա վերաբերվում, սիրելիս, տես ինչ եմ ասում, չգիտեմ որի տա մնացել։ Դրա մեջ հավատարիմ եղի, քեզի մտքի ու սրտի բժշկություն է պետք։ Ու Աստված քեզի դրա ցանց կտա, ռեստորանների ցանց կտա, քեզի մտքի ու սրտի բժշկություն է պետք։ Չէ, ես իմ առողջականս լավ է, բայց ես եմ ուզում, Աստված ուզում է, որ դու քո միտքը նորոգես, որ քո սիրտը բժշկվի, որտեվ Աստծո խոսքը ասում ամեն ինչ որ դուրս է գալիս, սրտից է դուրս գալիս, ամեն չար բան մարդու սրտի մեջ կա, սիրտդ պետք է բժշկվի։ Ոնց, հա ասում ամեն չարություն սրտի մեջ է, որ թվարկեմ, կզարմանաս, կարող ասես, վա, ես ինչ է, նախանց, կռիվներ, շնություն, պոռնգություն, այդ բոլոր բաները մարդու սրտի մեջից է գալիս, որտեվ այդտեղ է, այդ չար բանը տեղ է բնակում, սրտի բժշկություն է պետք ես։ Ու ես մեր եղբայրը, Տերը իրան շատ օրհնի, երբ որ էդի գցում է, վստահ գնում է, ու Հիսուսը տեսավ, որ այս մարդը այնքան է իրան հուսացած, այնքան է վստահ, որ նույնիսկ չի էլ մտածում, բա որ չբժշկվեմ, բա որ հանգար չբժշկվեմ։ Ոնց եմ հետ գնալու այնտեղ, որտեղից ելա։ Հալելույա։ Ու հենց որ ասում է տեսավ Հիսուսին, չվրած գնալ եմ երկու բառ վերցնեմ, ասում է եւ ճանապարհը մի անգամից Հիսուսի հետևից գնում էր։ Հալելույա։ Արի իրար հետ գնանք Հիսուսի հետևից։ Գալիս ես։ Արի իրար հետ գնանք Հիսուսի հետևից։ Չվրանք ասենք, ես չգիտեմ, ես մի բանս թողեցի, այս մի բանը թողեցի, այսի սենց արեցի, այս սենց արեցի։ Հիսուսը մի հատ կարևոր բան է ասում, ուզում ես ընտիրեղնես։ Գնա ունեցա չունեցածը ծախի տուր աղքատներին ու արի իմ հետևից։ Բայց երիտասարդը հեռացավ, որովհետև շատ ունեցվածքի տեր էր Աստվածաշունչը ասում է։ Սիրելիս, այս մարդիկ ում համար որ կարդում էի, այս մարդիկ որ տեղերը որ ես Աստվածաշունչից վերցրել էի, հասարակության համար մեռած էին, ուղղակի թաղած չէին։ Ուրեմն մեկն է մեռել էր, բայց չհասցրին թաղեին։ Չնայած մենք տենում ենք Աստվածաշնչում, որ շատ մեռելների է Քրիստոսը հարություն տալիս, բայց մեկին արդեն տանում էին թաղելու, տնից հանել էին արդեն, դագաղի մեջ տանում էին թաղելու, որը որ, ուշադիրես, մի կնոջ, մինուճար որդին էր, բայց ճանապարհին ճիշտ հանդիպում ունեցան։ Ճանապարհին ճիշտ հանդիպում ունեցան ու Հիսուս ասում է երիտասարդ վեր կաց, հելի աղբեր, հելի, դու աշխարհի համար ես մեռած, բայց իմ մեջ պետք է հարություն առնես։
Դու կարաս ասես, ես մեռած եմ աշխարհի համար։ Ոչ թե աշխարհը ասի, մենք իրան սպանել ենք, բայց հələ չենք թաղել։ Ուշադիր ես։ Ու այդ ժամանակ, երբ որ գիտակցես ու գաստիրոջ առաջ համ սրտի բժշկություն կունենաս, համ մտքի բժշկություն, համ մարմնի։ Սելիս գոացի Աստծուց։ Աստված պետքա քո մտածելակերպը փոխի։ Մեկ հարցնում եմ, ասում եմ, Տեր, այս մարդու համար այսքան աղոթում ենք, այսքան ծոմ ենք պայում, ու այս մարդը չի բժշկվում։ Աղոթում եմ, Տեր, ախր իրանից ավելի, կներես ես, որ սենց եմ ասում, շատ ավելի վատ, վարկի Տեր մարդկան սենց մի վարկյանում բժշկում ես։ Այս մարդուն չես բժշկվում։ Խի չես բժշկում։ Ու գնում եմ այդ իհարկե համարձակությունս չի երիկում, ասեմ խի չես բժշկում, իմ մեջ եմ մտածում, տենաս խի չի բժշկվում։ Ու երբ որ գնում եմ այդ մարդու համար աղոթելու, գիտեք ինչ է տեղ ունենում։ Ես Աստված բժշկի ինձի, հելնեմ այդ հարցին ասեմ, կարաս աղջիկ ջան, վերցնես մարդուդ ու յալլա։ Ասում, երկար է սպասելու։ Բժշկության պատճառը գիտես ինչն է, որ ինքը բժշկվի, այն կուխն ու շերեպը, այն ճաշի շերեպը, այն իր իշխանությունը, որ ինքը ունի կուխնյայում, վերակայնի։ Հələ ասա, փառք եմ քեզ Տեր ջան, որ ոտու ձեռ չունեմ շարժվելու, բայց դու ինձի ոտու ձեռով հարս ես տվել, որ իմ համար համ էպում է, համ կերագրում է, համ տագս մաքրում է, համ էլ տղա ես համար հոգ ատանում, համ էլ մենակ չեմ։ Այս եղբայրը 38 տարի մենակ էր, մարդ չուներ, հինք ասում է, ես մարդ չունեմ։ Մեկ, սերես ոչ թե մեկ, այլ շատ հաջախագի, մեր չբժշկվելու պատճառը մեզանից է կախված։ Էլ եմ ասում, Աստված ամենակարող է։ Խնդրեմ փառաբանության թիմը գա։ Մեր Աստված ամենակարող է։ Հավատում ես, որ Աստված ամենակարող է։ Հավատում ես, որ Աստված կարա քեզի բժշկի։ Հավատա թող բժշկի։ Ոչ թե Տեր, ես հավատում եմ։ Որովհետև որ ասես հավատում եմ, մի հատ բան է քեզ ասելու, թող քո հավատքով քեզ եղնի, ինքը բժշկելու խնդիր չունի։ Ասում է թող քո հավատքով քեզ եղնի, քույրը գալիս է ասում է Տեր, քույրերը գալիս են, մեզ բժշկի, ինչ եք ուզում ենք տեսնենք, թող քո հավատքով քեզ եղնի։ Ու այսօր խնդրի Տիրոջը, եթե մի քիչ անհավատություն ունես, դաժե այդ անհավատությունը քեզանից հեռացնի։ Ամեն։ Փառք Հիսուսին, որովհետև այսօր ես ու դու աղոթելու ենք մտքի, սրտի ու մարմնի բժշկության համար։ Փառք Հիսուսին։ Հալելույա։